Biz nasıl Karabağ'a girdiysek Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçti. Եթերում իրական Թուրքիա նախագիծն է, բարև ձեզ։ Թուրքական նախագիծ Ադրբեջանից Դիլիջան էր այցելել այդ երկրի այն պաշտոնյան, որը հայերի դեմ քաղաքականության գլխավոր համակարգողն է արդեն մոտ 2 տասնամյակ եւ տարբեր պաշտոններով։ Հաջիևի այցի մասին ամենապատկերավոր ձևակերպումը Իրանագետ Վարդան Ոսկանյանից։ Կյանքումս առավել նողկալի եւ անարժանապատիվ տեսարան, քան բանտերում բազմաթիվ հայրենիների պահող եւ բարոյա հոգեբանական բռնության ենթարկող Բաքվի բարբարոսական վարչախմբի ներկայացուցիչ, ինչ որ Հիկմետ Հաջիև կոչեցյալի եւ նրան ուղեկցողի ժպիտներով լի զբոսանքներ Դիլիջանում չեմ տեսել։ Ցանկացած նվաստացում ի վերջո պետք է սահման ունենա։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Ոչ թե Զանգեզուրի, այլ Թուրանի միջանցք Էրդողանի կոալիցիոն գործընկերն ու թեյի ընկերը Գորժ Գայլ Բահչելին ձևականությունների հետևից այլևս չի ընկնում։ Zengezur dedik ama artık adını doğru koyalım. Bu hat Turan koridorudur. Այսպես էլ հաղթեց ընտրություններում։ Թուրքիայում անգամ մի քիչ զարմացած են, որ Փաշինյանի իրական Հայաստանի համար քվեարկող հայեր եղան։ Ve böyle de kazandı seçimleri. Հայաստանը ռուս-թուրքական բանակցություններում եւ Հայաստանը կտրել Ռուսաստանից ու Իրանից մեծ ծրագրում Թուրքիայի դերն ու շահը։ Türkiye'de bu pozisyonda şu anda Ermenistan'ın mevcut seçimde mevcut başbakanı destekliyor. Եվ հարցազրույց այսօր դերսիմցի հայ Միհրան Փրկիչ Գյուլթեքին, ինչպես Սալահեդինից դարձավ Միհրան, ինչու Փրկիչ եւ Թուրքիայի հայերը սպասում են Հայաստանի հզորանալուն։ Biz bekliyoruz. Ermenistan'ın biraz daha güçlenmesini bekliyoruz. Önce güçleneceğiz. Biz güçlenelim. Türkiye ne yapıyorsa yapsın. Եվ այսպես ոչ թե Զանգեզուրի, այլ Թրամփի միջանցք թուրքերը հիմա Հայաստանում ընտրություններից անմիջապես հետո ձևականությունների հետևից ընկնելու կարիք այլևս չեն տեսնում եւ խոսքը Սյունիքով Թրամփի ուղու մասին է։ Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության առաջնորդը Թուրքիայի նախագահի կոալիցիոն գործընկերը ազգայնամոլական եւ հայատյաց Գորժ Գայլերի քաղաքական թևի առաջնորդ Դևլետ Բահչելին, որի տուն Էրդողանը պարբերաբար գնում է թեյելու, հայտարարություններ է արել Հայաստանի տարածքի մասին, պարզորոշ ասելով այն ինչը թուրքերն այս փուլում նպատակահարմար չեն համարում հայտարարել Էրդողանի կամ Ֆիդանի մակարդակով։ Բահչելին թուրքական պետության եւ քաղաքականության մեջ Էրդողանի ֆիգուրներից մեկն է։ Zengezur dedik ama artık adını doğru koyalım. Bu hat Turan koridorudur. Զանգեզուր էինք ասում, հիմա արդեն իրական անունը տանք, դա Թուրանի միջանցքն է։ Turan koridoru Kars'tan Türkistan bozkırlarına uzanan Թուրանի միջանցքը պատմական եւ մշակութային դարպաս է դեպի ապագա, որը ձգվում է Կարսից ծոցից մինչև Թուրքմենստանի ապաստաններ։ Երբ դուռը բացվի, դարեր շարունակ մեր սրտներում փայփայված վերամիավորված երկիրը կձևավորվի։ Անատոլիան եւ Թուրքմենստանը բաժանելու համար նախատեսված պատնեշները կփլվեն եւ Թուրանի հորիզոնը կդառնա ավելի պարզ, մոտ եւ հզոր։ Անատոլիա ասելով թուրքերը նկատի ունեն արևմտյան Հայաստանի տարածքները, Թուրքեստան ասելով կենտրոնական Ասիան եւ իհարկե այս երկուսի մեջտեղում Հայաստանի գոյությունը Թուրքիայում ընկալվում է որպես պատնեշ, որը պետք է փշրել։ Առաջարկում ենք դիտարկել նաեւ ամենավարդագույն սցենարը։ Թուրքերը, որոնք ահա այսպես երազում են Թուրքիայի ներկա տարածքը եւ կենտրոնական Ասիայի թուրքական տափաստանները միավորելու մասին ու Աթաթյուրքից սկսած արդեն 1 դարից ավելի քայլում են այդ ուղղությամբ, կհանդուրժեն իրենց երազանքի Թուրանի միջանցքում Հայաստանի եւ հայերի գոյությունը։ Վայ նրանց նպատակը Թուրանն է։ Ինչ են ուզում իրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան գա։ Թող գնան գանիք, վատա դա։ Խնդիրն այն է, որ գնալ գալ ուզում են թուրքերը, որոնք ցեղասպանությունն են իրագործել, որոնք Արցախում էին, դրանից առաջ Նախիջևանում։ Հիմա հաճկտնկած Սյունիքի վրա Փաշինյանի գլխին Ալիևի կախած երկաթե բռունցքից են դեռ խոսում։ Արցախի հանրապետության տարածքի օկուպացիայի մասին էլ այսպիսի հայտարարություններով։ 2020 sonbaharında hakikat yerini bulmuş. Türk'ün çelikten bileği Karabağ'da tarih yazmıştır. Karabağ'da çiğnenen hukuk Türk askerinin demir yumruğuyla doğrultuldu. 2020 թվականի աշնանը ճշմարտությունը հաղթեց եւ Թուրքի երկաթե բռունցքը պատմություն գրեց Ղարաբաղում։ Ղարաբաղում ոտնահարվել էին թուրքերի իրավունքները։ Մեր զինվորների երկաթե բռունցքով փառք Ալլահին հասանք այն օրին, երբ Ղարաբաղի գերության շղթաները կոտրվեցին։
Փառք Ալլահին, մենք տեսնում ենք այն առավոտները, երբ Կիսալուսինն ու աստղը կրկին բարձրացան Շուշիի լեռների վրա։ Թուրքիայից ազգայնամոլ այս կուսակցապետի ընկալմամբ այն ինչը տեղի ունեցավ Արցախում ու դրա հետևանքները Հարավային Կովկասում աշխարհի վերաձևավորման եւ վերադասավորման ընդհանուր process-ի մասին են։ Եվ Թուրքիան հավակնում է բոլորովին նոր ու մեծ դիրքի այս նոր աշխարհում։ Ու դրան հասնելու ճանապարհը Թուրքիայի ավելի մեծ գործոն դառնալն է, Հայաստանի տարածքի hաշվին միավորելով բոլոր թուրքերին։ Bu noktada Türk dünyasının Batı ile Doğu arasındaki stratejik irtibatı olan Zengezur hattı üzerinde ayrıca ve dikkatle durmak gerekir. Այս պահին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել Զանգեզուրի ուղուն, որը թուրքական աշխարհի արևմուտքի եւ արևելքի միջև ռազմավարական կապն է։ Զանգեզուրը պատմական անցուղի է, որը կամրապնդի Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև կապը եղբայրական Ադրբեջանի միջոցով կապելով Թուրքիան Կասպից ծովին եւ դրանից այն կողմ Թուրքմենստանին։ Զանգեզուրով կլինի Նախիջևանի վերամիավորումը Ադրբեջանի հետ։ Սա երկու պետություն մեկ ազգիտակցության իրականացումն է, ռազմավարական մթնոլորտը, որը տարածվում է ամբողջ թուրքական աշխարհում։ Հայաստանի տարածքը Թուրքիայի ապագայի համար ունի կենսական նշանակություն, ինչպես 100 տարի առաջ ունեին պատմական հայկական հողերը։ Սրանից առաջ ավելի պաշտոնական ձևակերպումներով էինք տեսնում։ Այսօր արդեն Թուրքիայի քաղաքական վերնախավի մասը հանդիսացող կուսակցապետի պարզ եւ ուղիղ խոստովանությամբ, որ Թուրքիան փորձում է օգտագործել պահը եւ Արցախում կատարվածի հետևանքները տարածել ու պարտադրել նաեւ Սյունիքում։ Turan koridorunun açılması bölgemiz ve Türkiye için stratejik bir fırsattır. Թուրանի միջանցքի բացումը ռազմավարական հնարավորություն է մեր տարածաշրջանի եւ Թուրքիայի համար։ Հաշվի առնելով ներկա մարտահրավերները, այս երթուղին կձևավորի Թուրքիայի եւ մեր տարածաշրջանի արտահանման ուղիները եւ կբարձրացնի մեր երկրի լոգիստիկ հնարավորությունները։ Ekonomik kıskaç içinde sıkıştığı bir dönemde Turan koridorunun açılması Ankara'dan Türkistan'a uzanan iktisadi ve jeopolitik bir sıçrama olacaktır. Այն ժամանակ, երբ տարբեր մարտահրավերներով տարածաշրջանային պետությունները սեղմված են տնտեսական դժվարությունների մեջ, Թուրանի միջանցքի բացումը կլինի տնտեսական եւ քաղաքական ցածկ Անկարայից դեպի Թուրքմենստան։ Այն տնտեսական կենսունակություն կբերի թուրքական հողերին, Կարսից մինչև Իգդիր, Նախիջևանից մինչև Բաքու եւ կլինի նոր դարաշրջանի հիմնական տրանսպորտային եւ առևտրային ուղիներից մեկը։ Թուրանի միջանցքը թուրքական դարաշրջանի ռազմավարական բանալին է։ Այն կկապի թուրքական աշխարհը ոչ միայն սրտների կամուրջներով, այլև երկաթուղիներով, ճանապարհներով եւ Turan koridoru açılacaktır. էներգետիկ գծերով։ Թուրանի միջանցքը կբացվի, թուրքական աշխարհը կմիավորվի, թուրքական պետությունների կազմակերպությունը կամրապնդվի։ Այն սրտերը, որոնք երթվել են, որ իրենց պայքարը ազգայնական Թուրքիայի եւ Թուրանի համար է, թեթևացած շունչ կքաշեն։ Արցախում հայերի կորուստներն են սնում Թուրքիայի մեծ երազանքների իրագործման այս փուլը։ Սա փաստ է, ինչպես փաստ է այն, որ թուրքերը հետևողական եւ մանր քայլերի քաղաքականությամբ առաջ են շարժվում դեպի Թուրան, որում Հայաստան պարզապես գոյություն չունի։ Եվ ճիշտ նույն չափ փաստ է, որ հայերը կարող են զսպել թուրքական վտանգը, որովհետև ինչպես այս նույն Բահչելին է նկատում, կան պատնեշներ Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի միջև։ Հայաստանը կարող է օգտագործել այդ պատնեշները, մանավանդ որ dրանք այնքան ամուր են, որ մեկ դար թուրքերին զսպել կարողացել են։ Ermenistan ya eski işgal zihniyetinin diaspora arayışlarının rövanş heveslerinin peşinden savrulacak ya da bölgenin yeni gerçeğini kabul ederek kalıcı barışın kapısını aralayacaktır. Հայաստանը կամ կտարվի հին օկուպացիոն մտածելակերպով, Սփյուռքի վրիժառու նկատառումներով կամ կընդունի տարածաշրջանի նոր իրողությունը եւ կփնտրի երկարատև խաղաղության դուռը։ Այս նոր իրադարձությունների հիմքը պարզ է։ Ղարաբաղը Ադրբեջան է։ Այս իրադարձությունը հաստատվել է մարտադաշտում, արյունով եւ բանակցությունների սեղանին, օրենքով։ Փակ են այն ճանապարհները, որոնք փորձում են նոր կերպարանքով կենթանի պահել նախկին օկուպացիոն մտածելակերպը։ Կարգավորումը հնարավոր է միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ պատմական թշնամանքի լեզվից հրաժարվելով, տարածաշրջանի նոր իրողությունները ընդունելով եւ արդարության vıra հիմնված համագործակցության սկզբունքների հետևելով։ Erivan aklını başına alır ve bölgesel işbirliği zeminine dürüstçe katılırsa Turan koridoru yalnız Azerbaycan'ın ve Türkiye'nin değil, Ermenistan'ın da
ekonomik yalnızlıktan çıkış kapısı olabilir. Եթե Հայաստանը խելքի գա եւ անկեղծորեն մասնակցի տարածաշրջանային համագործակցությանը, Թուրանի միջանցքը կարող է լինել տնտեսական մեկուսացումից դուրս գալու միջոց ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլև Հայաստանի համար։ Ermenistan dünden yitip gitmiş hayallere tutunarak yarının fırsatlarını heba edecektir. Հակառակ դեպքում Հայաստանը կկարչի անցյալի կորցրած երազանքներին, վատնելով վաղվա հնարավորությունները, ոչ մի բանաձև, որը խաթարում է Ադրբեջանի ձեռքբերումները, խոչընդոտում թուրքական աշխարհի առաջընթացը եւ ոգեշնչվում է խորհրդային տորպեդոներով, չի կարող մշտական լինել։ Ազգայնամոլ կուսակցապետի խոսքում ոչ միայն սպառնալիք է հայկական պետության դեմ, այլև հստակ ուրվագծվում են այն գործոնները, որոնք վտանգում են թուրքական վերելքը, Սփյուռքից մինչև հայ-ռուսական համագործակցություն։ Վաղչելին հայտարարում է, թե եկել է թուրքերի դարը եւ իրենք համառությամբ եւ համբերատարությամբ հաղթահարելու են իրենց առջև դրված խոչընդոտները, ոչ մի հետ քայլ չանելով, որովհետեւ թուրքերը ուշադրություն իրենց ուժը քաղում են անցյալից։ Հստակեցնենք, Թուրքիայի ցեղասպան ու արյունոտ անցյալից 1915-ից առաջ ու հետո, 2020-ից առաջ ու հետո ընկած թուրքական անցյալից, Աբդուլհամիդից Թալիաթու են վերընկած անցյալից, որը հասնում է մինչև Ալիև Էրդողան եւ Բաղչելի։ Այսքանից հետո մնում է հասկանալ, Արցախի թակարդից ազատեց Փաշինյանը, թե թուրքական թոքն է փաթաթվում Հայաստանի կոկորդին։ Եվ բոլորովին պատահական չէ, որ Դևլետ Բաղչելիի այս ելույթը հնչում է Հայաստանում ընտրություններից հետո։ Թուրքիայում ադրբեջանական պրոպագանդայի խոսափողը հանդիսացող հեռուստաալիքի եթերում այսպիսի հայտարարություններ են, որոնք իհարկե կանխատեսելի էին, բայց դրանից պակաս խնդրահարույց չեն։ Ermenistan'da seçimleri 3. döneminde Nikol Paşinyan kazandı. Նիկոլ Փաշինյանը հաղթեց Հայաստանի ընտրություններում եւ կկառավարի իր երրորդ ժամկետով։ Bu kalp, elin arasındaki kalpten göster. Ձեռքերով սիրտ է ցույց տալիս եւ իր նախընտրական ծրագրում ընդգծում իրական Հայաստանի հանգամանքը։ Çek Ermenistan bu kadardı diyor. Ասում էր իրական Հայաստանը այսքանն է, այսօրվանը։ Ասում է Ղարաբաղը Հայաստան չէ։ Söylüyor. Karabağ Ermenistan değildir. Ha ben de yanlış yapmadım mı? Yaptım. Çünkü bizim eğitim sistemimiz. Ասում է, ես էլ սխալվել եմ այլ բան ասելով, որովհետև մեր կրթական համակարգն է սխալ, մեզ սխալ բաներ են սովորեցրել, երբ երեխա էինք։ Ասում է, վերջապես դուրս եկա այդ թակարդից։ Ղարաբաղը մեր հողը չէ եւ մենք այդ թակարդից դուրս ենք եկել։ Karabağ bizim toprağımız değil ve bu tuzaktan ben çıkardım. Ve böyle de kazandı seçimleri. Այսպես էլ հաղթեց ընտրություններում։ Թուրքական հեռուստաեթերում դիտարկում են նաև Փաշինյանի ընտրած ուղուն անհամաձայն շրջանակներին, առաջին հերթին հայկական Սփյուռք եւ իհարկե թիրախավորում են Ռուսաստանը։ Թուրքերը հայ-թուրքական թշնամանքի պատճառ են նշում Ռուսաստանը եւ այնպիսի ձևակերպումներով, որոնք ձեզ մի տեղից կարող են ծանոթ թվալ։ Savaştan sonraki seçimlerden Ընտրություններին մասնակցության ցուցանիշներ ավելի բարձր, քան պատերազմից հետո էր։ da şunu gösteriyor. Yani bir intikam. Սա վրեժխնդրության եւ հետպատերազմական զգացմունքների մասին չէ, այլ այն մասին, որ հայերն ընտրեցին իրենց ճանապարհը Հայաստան, որը հրահրվում է Ռուսաստանի կողմից, սնվում հայկական Սփյուռքի գաղափարներով, որը Թուրքիան եւ թուրքերին համարում է թշնամի, որը տարածքային պահանջները ներկայացնում Ադրբեջանին, թե Փաշինյան։ Gören İşte Azerbaycan'la ilgili toprak iddia eden bir Ermenistan mı yoksa Paşinyan mı? Bir de şunu size söylemek istiyorum. Gece gündüz Rus... Նաև սա ասեմ, գիշեր-ցերեկ Ռուսաստանը զգալի գումարներ է հատկացրել Փաշինյանի մրցակիցներին, հատկապես վերջին շրջանում, չնայած իր տնտեսական դժվարություններին, բայց Փաշինյանի մրցակիցները չկարողացան հաղթահարել 50%-ի շեմը։ Փաշինյանը կկարողանա միայնակ կառավարություն ձևավորել։ Bu rakipler birleştiler ama %50 barajını geçemediler. Paşinyan tek başına hükümet kurabilecek. Թուրքիայում կարևորում եւ արձանագրում են, որ Փաշինյանը այս կետին կարողացավ հասնել, թեև Թուրքիայի համար ամենազգայուն հարցերում հայոց ցեղասպանություն եւ հայկական Սփյուռք թուրքերի ընկալմամբ այսպիսի հայտարարություններ էր անում։ Los Angeles'ta ve Washington'da Paşinyan'ın Ermeni diasporasının gözünün içine bakarak söylediği işte bu sözde Ermeni soykırımı bir Rus politbürosunun Los Angeles-ում եւ Վաշինգտոնում Փաշինյանն ուղիղ նայելով հայկական Սփյուռքի աչքերին ասաց, որ այսպես կոչված հայոց ցեղասպանությունը ռուսական քաղբյուրոյի քարոզչություն է, սուտ է, ասաց, որ ռուսները հայերին օգտագործեցին որպես մտրակ Օսմանյան կայսրությունը մասնատելու համար։
Ve Türkiye'nin de dış politikasını gerçekten hepimizin alkışlamamız gerekiyor. Եվ մենք բոլորս իսկապես պետք է ծափահարենք Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, որովհետև Թուրքիան շատ ճիշտ եւ վճռականորեն է գործել։ Ծափահարելով Ֆիդանին միանգամից ներկայացնում են նաև հաջորդ ակնկալիքները, որոնց ուղղությամբ Ֆիդան եւ Քալեն զույգը իհարկե աշխատում է։ Մերձավոր Արևելք որոշ պետություններ կախված են Միացյալ Նահանգներից կամ Եվրոպայից Թուրքիայի իրական ուժը տեսնելուց հետո կընտրեն Անկարայից կախվածությունը համոզված պնդում են, այդ պնդումը տարածելով նաև Հարավային Կովկասի ու Հայաստանի vəra. Güney Kafkasya'da dengenin değişmesi sadece Güney Kafkasya'da ve bu seçimlerle de pekişmesi Güney Kafkasya dengesini değiştirmiyor. Bu aynı zamanda bölgesel Հարավային Կովկասում հավասարակշռության փոփոխությունը եւ դրա ամրապնդումն այս ընտրություններում ոչ միայն փոխում է Հարավային Կովկասն, այլև ընդգծում Թուրքիայի դերը տարածաշրջանային հավասարման մեջ։ Եզրակացնում են, որ հիմա Ռուսաստանից սպասվում է Թուրքիայի դեմ արմատական քարոզչության նոր ալիք ամենատարբեր մակարդակներում համոզված են, թե դա ոչինչ չի փոխի Թուրքիայի հաստատած նոր հավասարակշռությունը, որովհետև անգամ Վաշինգտոնում ընդունել են ներկա իրողությունները։ Իրականում ներկա իրողությունների մասին գլխավոր փաստն այն է, որ թուրքական հեռուստաեթերում դեռ այնքան չեն հավատում Արցախում հաղթանակին, դրա վերջնական լինելուն, որ Փաշինյանի հայտարարություններով եւ դիրքորոշմամբ են հիմնավորում Արցախի ադրբեջանական լինելը։ Մյուս կողմից հենց Արցախում թուրքական առաջխաղացումն է Սյունիքում նրանց նպատակների հիմքը։ Եվ եթե Արցախում ստիպված լինեն հետ քայլ անել, օրինակ աշխարհակաղակական իրավիճակի չբացառված փոփոխությունների թելադրանքով Սյունիքի մասին ստիպված կլինեն մոռանալ։ Եվ հիմա ամենակարևորը, այնպես չէ թե տարածաշրջանում բոլորը համաձայն են, բոլորի համար ընդունելի է թուրքական վերելքը եւ թուրքական դարաշրջանում ապրելը։ Եվ եթե սա Թուրքիայի մերձ իշխանական եւ Բաքվի պրոպագանդիստական ալիքներ, ապա հիմա ներկայացնենք, թե Հայաստանում ընտրությունները ինչ կոնտեքստում էին քննարկում Թուրքիայում ամենադիտվող, ամենախոշոր ընդդիմադիր ալիքներից Սերժուի եթերում։ Հայաստանում ընտրությունների Փաշինյանի հայտարարած ելքով Միացյալ Նահանգները եւ Թուրքիան կտրում են Հայաստանը Ռուսաստանից եւ Իրանից։ Ermənistan seçimlərinin Հայաստանի ընտրությունները այնքան կարևոր են, որ նրանք ցանկանում են ոչ միայն այնպիսի սցենար, որով Փաշինյանը կհաղթի, այլև որ ունենա մեծամասնություն, որպեսզի կարողանա փոխել սահմանադրությունը։ Paşinyan'ın sadece kazanması senaryosu değil, anayasayı değiştirebilecek çoğunluğa sahip olmasını istiyor. Kim? Amerika Birleşik Devletleri. Kim? Avrupa Birliği. Kim? Hatta Türkiye, değil mi hocam? Türkiye'deki bugünkü hükümet. Ve hatta Azerbaycan. Ով է ցանկանում Միացյալ Նահանգները, ով Եվրամիությունը, ով նույնիսկ Թուրքիան, Թուրքիայի ներկա կառավարությունը եւ նույնիսկ Ադրբեջանի կառավարությունը։ Niye? Çünkü Ermenistan'ı Rusya'dan kopararak Batı bloğuna dahil edecek. Bu anlamda da belki İran'la da koparacak. Ինչու, որովհետև դա կկտրի Հայաստանը Ռուսաստանից եւ կներգրավի Հայաստանը արևմտյան դաշինքում եւ այս իմաստով հնարավոր է որ նաեւ կկտրի Հայաստանը Իրանից։ Սա մեծ պլան է, որի հիմնական թիրախը Ռուսաստանն է, գլխավոր հարվածողը Միացյալ Նահանգները, բայց Թուրքիան այս մեծ պլանում գտել է իր շահերը սպասարկելու միջոցները, կարծում են թուրքական ընդդիմադիր հեռուստաալիքի եթերում բացահայտասելով, որ Թուրքիայի ներկա կառավարությունն աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Dolayısıyla Ermenistan'ın şu anda yolculuğu şunu görüyoruz. 1990'larda biliyorsunuz Ermenistan'la Rusya arasında 1992'lerde bir anlaşma vardı. Askeri işbirliği anlaşması. Մենք տեսնում ենք հետևյալը Հայաստանի ներկա հետագծի վերաբերյալ 1990-ականներին 1992-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համաձայնագիր էր կնքվել ռազմական համագործակցության համաձայնագիր եւ Ռուսաստանը Հայաստանում ունի որոշ բազաներ եւ ռազմական կառույցներ։ Կարծում եմ, որ այս ընտրություններից հետո Ռուսաստանը ստիպված կլինի ամբողջությամբ դուրս բերել դրանք եւ հրաժարվել վերահսկողությունից։ Türkiye'de bu pozisyonda şu anda Ermenistan'ın mevcut seçimde mevcut başbakanı destekliyor. Հայաստանի ներկայությունը առնվազն նրա ռազմական ներկայությունը Հայաստան-Ադրբեջան գծում կվերանա։ Սա իհարկե կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության համար։ Թուրքիան նույնպես իր տեղն ունի այս հարցում։ Թուրքիան ներկայում աջակցում է Հայաստանի ներկա վարչապետին։ Այս ամենին մնում է ավելացնել Թուրքիայի արտգործնախարարի այցը Մոսկվա։ Ռուս-թուրքական Լավրով Ֆիդան բանակցություններում ինչպես նախապես հայտարարվել էր, անդրադարձ է եղել Հայաստանին, ահա թե ինչ է հայտարարել բանակցություններից հետո Türkiye արտգործնախարարı. Sayın Bakan'la bugünkü görüşmemizde Güney Kafkasya'daki güncel gelişmeleri de
etraflıca ele alma imkanımız oldu. Պարոն նախարարի հետ մեր այսօրվա հանդիպմանը մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացումը, կարգավորման գործընթացը, խաղաղության գործընթացը։ Azerbaycan ve Ermenistan arasındaki barış ve normalleşme sürecinde kat edilen mesafeden memnuniyet duyuyoruz. Անկասկած նոր դռներ են բացելու ռեգիոնալ գործակցության համար։ Մենք գոհ ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև արձանագրված առաջընթացից։ Այդ ուղղությամբ արված քայլերը ցույց են տալիս, որ տարածաշրջանում արդյունավետորեն հաստատված խաղաղություն այժմ արտացոլվում է տեղում։ İşbirlikleri bölgesel istikrarın teminatı olacaktır. Güney Kafkasya'nın meselelerinin bölge ülkeleri ve yakın komşular tarafından diyalog տնտեսական գործակցությունը, նոր առևտրային եւ տրանսպորտային հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ էներգետիկայի եւ լոգիստիկայի ոլորտներում փոխշահավետության վրա հիմնված համագործակցությունը կերաշխավորեն տարածաշրջանային կայունությունը։ Համոզված ենք, որ Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների եւ մերձավոր հարևանների միջև երկխոսության եւ համագործակցության միջոցով։ Ինչպես նշեց իմ գործընկերը, մենք կարծում ենք, որ 3 գումարած 3 տարածաշրջանային համագործակցության հարթակը կարևոր ձևաչափ է այս համատեքստում։ Ֆիդանի խոսքում բացահայտ է այն ամբողջ շրջանակը, որի ուղղությամբ թուրքերը պատրաստվում են աշխատել Փաշինյանի հետ։ Լավրովի հայտարարություններն ավելի զուսպ են պաշտոնական եւ դիվանագիտական, հնարավոր նվազագույն մանրամասներով։ Условились тесно взаимодействовать в вопросах, как я уже сказал, обеспечения безопасности в Черноморском регионе и также в Закавказье. Պայմանավորվել ենք սերտ գործակցել անվտանգության ապահովման հարցերի շուրջ Սևծովի ռեգիոնում, ինչպես նաև Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում։ Говорили по ситуации в Закавказье, укреплению мира, сотрудничества в этом важном регионе. Խոսել ենք Հարավային Կովկասում իրավիճակի այդ կարևոր տարածաշրջանում խաղաղության եւ գործակցության ամրապնդման մասին։ Աջակցելու ենք մեր երկրների մասնակցությունը շարունակելուն տարածաշրջանային գործակցության 3 գումարած 3 հարթակում, որի մասն են Ադրբեջանը, Հայաստանը, Իրանը եւ Վրաստանի համար դուռը միշտ բաց է։ Փակ դռների հետևում ակնհայտորեն խոսվել ու ասվել է ավելին, ու հնարավոր է, որ դա առաջիկա օրերին դրսևորվի թուրքական մեդիա եւ փորձագիտական Էրդողանամերձ հարթակներում։ Մենք կհետևենք եւ կներկայացնենք։ Իրական Թուրքիան նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Այսօր Միհրան Փրկիչ Գյուլթեքին հայը Դերսիմից, որը հայ լինելն ընդունելու քաջություն է ունեցել հասուն տարիքում, ու հիմա ցեղասպանության մասին գրքեր է վաճառում Թուրքիայում, թուրքերին ու նաև հայերին պատմելու կատարվածի մասին, որ կոտրի լռության սառույցը ու այնպես անի, որ Թուրքիայում իրենց ինքնությունը գաղտնի պահող հայերը հաղթահարեն վախերն ու վերադառնան իրենց արմատներին ու կրոնին։ Ակնկալում է Հայաստանի գործողություններն այս ուղղությամբ, ակնկալում է, որ հայերը կմիավորվեն, թող հայերը ուժեղ լինեն, այդ ժամանակ Թուրքիան ինչ կուզի թող պլանավորի հայերի եւ Հայաստանի դեմ։ Դիմակայելու ուժ կունենանք միասին։ Եվ ավելին, եթե Թուրքիայի հայ մեծահարուստներից ոմանք Արցախի հայկական լինելու մասին ոչ թե լռում են, այլ ասում, թե Արցախն ադրբեջանական է, ապա գրավաճառ Դերսիմահայ Միհրան Փրկիչ Գյուլթեքին ասում է. պատմություն սովորեք, Արցախը հայկական է։ Միրան բարև, բարի գալուստ Հայաստան, մերաբալար Միրան, Հերմենիստանա հոշ գելդինիս։ Շատերն են ձեզ ճանաչում Թուրքիայում, նաև Հայաստանում, նրանք ովքեր առնչվել են Դերսիմի հայերի հետ, բայց Հայաստանում այնուամենայնիվ մարդկանց ավելի լայն շերտի համար առաջարկում եմ սկսենք պարզ հարցից. ով եք դուք, ինչպես եք բացահայտել, ընդունել ձեր հայ լինելը։ Ստիորում öncelikle. Şimdi öncelikle sizinle daha önce de bir program yapmıştık. Tekrar seni görmek çok mutlu etti beni. Ձեզ հետ նախկինում էլ հարցազրույցներ ենք ունեցել եւ շատ ուրախ եմ ձեզ նորից տեսնել։ 10 տարի է ինչ ես Դերսիմի հայերի պատմությունն եմ ուսումնասիրում։ Հետազոտում ամեն տարի ապրիլի 24-ին այցելելով Երևան։ Her yıl 24 Nisan'da Yerevan'ı ziyaret ediyorum. Şimdi biz Dersim'de bilinen Ermeni aile olarak Դերսիմում մարդիկ գիտեն, որ մենք հայ ենք։ Մեր ընտանիքի հայ լինելու մասին ամեն մարդ գիտեր։ bilindiğimiz halde çok fazla kendimize bunu ifade etmeden Բայց այսպես ասեմ, իմանալով հայ լինելու մասին, ապրում էինք ինքներս մեզ գրեթե չխոստովանելով հայ լինելը։ 1937-38 թվականներին աքսորվելուց հետո պապս ընդհանրապես դադարեց օգտագործել իր հայկական անունը։
Ստացվում է, որ նախ ցեղասպանությունն էր, որից հետո հայերը թողնելով իրենց ինքնությունն ու կրոնը, թուրքական անուններ եւ ալիևիական հավատքը վերցրեցին, բայց ավելի ուշ արդեն Դերսիմից իրենց Ալիևի եղբայրների հետ նույն վայրագությունը վերապրեցին 1938-ին։ Այն ժամանակների համար կարող ենք բնական համարել, որ մեր պապերը փոխել են իրենց ինքնությունը, իրավացի էին։ Այսպես շարունակվեց մինչև իմ 18 տարեկանը։ Bildiğimiz halde kendimizi ifade etmeden benim işte 18 yaşına kadar gelmemi ve o 18 yaşında Ապրում էինք առանց մեր ինքնությունը արտահայտելու, դրսևորելու։ Հետո Թուրքիայում իրավիճակը, պայմանները մի քիչ փոխվեցին։ Սկսեցի մտածել հայկական ինքնությանը վերադառնալու մասին, ասելու, որ Պողոսի թոռն եմ։ Ոչ միայն ես, նաև զարմիկներս էին մտածում այդ մասին, բայց համարձակություն չունեցանք, որովհետև Դերսիմում մի սպանություն եղավ։ Մեղադրեցին հայի ու սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել հայերի դեմ։ Անհանգստության նոր ալիք սկսվեց Դերսիմի հայերի շրջանում։ Բայց ես որոշեցի, որ այս անգամ լռելու եւ թաքցնելու փոխարեն մեր հայ լինելը, մեր պատմությունը, մեզ հետ կատարվածը պետք է որքան հնարավոր է շատ մարդու ներկայացնել, հայերի եւ մյուսներին։ Թուրքերենով շատ գրքեր կան հայոց ցեղասպանության մասին։ Որոշեցի, որ պետք է օգտագործեմ դրանք հայերի հետ կատարվածի մասին։ Bu Ermeni kimliğimizin artık bilince çıkarılması gerektiğini düşünerek Ermenilerle ilgili Türkçe yazılmış Տեղեկություններ տարածելու, մեր ինքնությունը վերադարձնելու եւ մեզ հետ կատարվածին արձագանքելու համար։ Մտածեցի, որ լավագույն պատասխանը, որը կարող եմ տալ մեզ հետ կատարվածին, իմ արմատներին վերադառնալն է։ Վերադառնալ եւ վերցնել իմ հայկական անունը, փոխել իմ կրոնը եւ դառնալ քրիստոնյա։ özüme dönmek olduğunu düşündüm. Gidip tekrar Ermeni ismimi almak, dinimi değiştirip Hristiyan olmak. Ինչ էր ձեր անունը Միհրանից առաջ։ Mihran'dan önce benim ismim Selahattin. Selahattin'di. Սելահատին էր։ Mihran ismi benim 18 yaşlarımda İstanbul'a geldiğim zaman çalıştığım bir iş yerinde benim patronum. Երբ 18 տարեկանում Դերսիմից գնացի Ստամբուլ աշխատելու, այնտեղ ղեկավար ունեի, անունը Միհրան էր։ Շատ կարգապահ մարդ էր, շատ խիստ, մեկը, որից բոլորը վախենում էին, բայց հարգում։ Այդ ժամանակ որոշեցի, որ եթե փոխեմ անունս, ապա հենց Միհրան է լինելու։ Bizim yaşadığımız Dersim'de mahallemizin arkasında, dağın arkasında Pırgiç diye bir köy ismi vardı. Հիմա Միհրան Փրկիչ է անունս։ Փրկիչն էլ ինչպես եղավ։ Երբ անունից հարցն էինք որոշում, Զարմիկս ասաց, Դերսիմից քիչ հեռու լեռան վրա մի հայկական գյուղ կա, անունը Փրկիչ։ Առաջարկեց այդ անունը վերցնեմ։ Չգիտեինք էլ այդ բառի իմաստը։ Որոշեցինք, որ լավ է հնչում։ Միհրան Փրկիչ։ Ու այդպես էլ ընտրեցի։ Հետո Փրկիչ անունը գլխիս խնդիր դարձավ։ Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Հայաստանում, Ռուսաստանում ամենուրեք, երբ մարդիկ լսում էին անունս, ինչ որ այլ բան էին հասկանում։ Նույնիսկ Դերսիմում եւ հենց Փրկիչում ապրող գյուղացիները մոտենում էին ինձ, հարցնում, ինչու են վերցրել իրենց գյուղի անունը։ Ասում էի, սա նախկինում հայերի գյուղ էր։ Ուզում եմ հետ վերցնել։ Dersim'de olup da Pırgiç'te yaşayan köylüler bile geldi bana. Niye bizim köyün ismini koydun? Burası eskiden Ermenilerin yeri diye mi koydun? Almayı mı düşünüyorsun falan diye böyle espriyle takılırlardı bize. Tabii bu isimle birlikte benim de yaşamımda her şeyimi değiştirdi. Այս անունը ամեն ինչ փոխեց իմ կյանքում։ Կարծես իսկապես մաքրել էի իմ անցյալի վրայի փոշին։ Կարծես զգում էի, որ հանել եմ արյունոտ շապիկս եւ պետք է նոր կյանք ապրեմ իմ նոր անունով։ Հետո իմ այս պատմության մասին իմացավ Ակոսի լրագրողներից Սարգիս Սերոփյանը, ու Ակոս թերթը գրեց իմ մասին։ Միհրանը տաբու է խախտում վերնագրով եւ հենց առաջին էջում։ Yani Mihran bir tabuyu yıktı diye verince bu sefer Agos'un etkisi daha büyük oldu. Դրանից հետո աղմուկն ավելի մեծ էր։ Ես դարձա լուր բոլորի համար։ Օրինակ, երբ գնացի Սասուն, նահանգապետը կանչեց, հարցնելով, թե ինչու եմ եկել։ Հանդիպմանը ներկա էր մի ուրիշ մարդ, որը վիրավորական ռեպլիկներ էր անում, թե Միհրան Փրկիչը հայտնվել է քեզ փրկելու համար։ Ընդհանուր իմաստն այն էր, որ Փրկիչ անունով մեկը հույսեր է արթնացնում, ու դա պատահականություն չէ։ Orada birisi oturuyordu. Sana da çok büyük hakaret etti. İşte Mihran Pırgiç çıkmış sizi kurtaracakmış falan diye. Ben diyor o zaman haberim oldu senden. O da demiş lan nasıl Pırgiç diye biri mi çıkmış falan diye. Umutlanmış yani. Bunun tesadüf olmadığını söyleyenler oldu. Ama bunların hepsi bence bir tesadüftü. Güzel de oldu. Ve şimdi Türkiye'de yaşayan bir Հիմա Թուրքիայում հայ լինելը հեշտ է։ Şimdi öncelikle şunu net ortaya koymamız gerekiyor. Türkiye'de yaşayan Ermeniler devletin baskısını bir tarafa bırakalım. Kamuoyunun baskısını bir tarafa bırakalım. Kendi içselleştirmiş oldukları korkuları var.
Kendi kendilerine korkuyorlar ama neden korktuklarını da belki bilmiyorlar. Նախ մենք պետք է հստակորեն նշենք սա։ Եկեք մի կողմ դնենք պետության եւ հասարակական կարծիքի ճնշումը Թուրքիայում ապրող հայերի վրա։ Նրանք ներքին վախեր ունեն։ Իրենք իրենցից են վախենում, գուցե նույնիսկ չգիտեն թե ինչու։ Այդ զգացողությունը պայմանավորված է նրանով, որ վերապրել են ցեղասպանությունը։ Նրանց պապերն ականատես են եղել այդ կոտորածին, ցեղասպանությունից հետո կատարվածին ու պատահածին։ Իհարկե այս ամենը նրանց մեջ վախի լեռ է ստեղծում։ Համայնքային հանդիպումներից մեկի ժամանակ մի կին տարեց ուսուցչուհի մոտեցավ ինձ ու ասաց, որ հայերը Թուրքիայում վարակույրները փակ էին ապրում։ Bana dedi ki Mihran dedi, sen biliyor musun dedi, biz dedi Hrant vurulduktan sonra dedi perdelerimizi kapattık. Ama senin çıkmanla dedi biz yine kendimize geldik, perdelerimizi açtık dedi. Բայց իմ հայ լինելն այսպես ամենքի առաջ ընդունելուց ու դրա մասին խոսելուց հետո մյուսները եւս սկսել են բացել վարակույրները։ Բայց իմ արածն ինչ է, հերոսություն չէ։ Ben yaparken ne yani ben kahraman mıyım? Hayır değilim. Fakat ben şunu yapmaya çalıştım. Yani Ermeni soykırımı ile ilgili kitapların Türkiye'de satılabilir olması gerektiğini söyledim. Թուրքիայում հայոց ցեղասպանության մասին գրքեր են վաճառում։ Սա ի դեպ շատ հայերին այդքան էլ դուր չի գալիս։ Երբ ես փողոցում վաճառում եմ հայերեն, թուրքերեն գրքերը, ցեղասպանության մասին գրքերը, բնականաբար լինում են բացասական արձագանքներ, բայց այդ արձագանքները գնալով մարում են։ Նրանց աչքը սկսում է սովորել ցեղասպանության մասին լռելու փոխարեն խոսող մարդ տեսնելու։ Հիմա ոմանք անգամ ինձնից ավելի առաջ են անցել, ավելի բաց են խոսում։ Նրանցից ոմանք կարծում են Թայիպ Էրդողանը մեծ սպառնալիք չէ մեզ համար։ Այսինքն Թայիպ Էրդողանի կառավարությունը լավ հարաբերությունների մեջ է Թուրքիայի խոշոր հայ գործարարների հետ։ Դրա պատճառով մտածում են, հավանաբար այս փուլում չենք դուժի։ Yani Tayyip Erdoğan hükümeti bizim üst düzeydeki işte büyük iş adamlarımızla iyi diyalogda. Evet. Bundan dolayı da bunlar da şey yapıyor. Yani bize herhalde bu aşamada zarar gelmez diyorlar. Bence de gelmez herhalde bu saatten sonra. Yani çünkü onlar gelen geldi. Ես էլ այդպես եմ կարծում։ Հավանաբար էլ ոչինչ չեն անի հայերի դեմ։ Ինչ անելու էին, արդեն արել են։ Հատկապես Ադրբեջանի հետ պատերազմը Ղարաբաղում, հավանաբար verçin կետներ։ Evet Karabağ'da Aldı. Karabağ'da kaybımız var. Ղարաբաղը վերցրեցին եւ հիմա էլ Զանգեզուրն են պահանջում։ talep ediyorlar. Այո, Ղարաբաղը կորցրեցինք, կորուստ ունեցանք, որովհետև Անկարան ուղղակիորեն միջամտեց։ Herhalde son noktasıydı çünkü Ankara buraya direkt müdahale etti. Ki Tayyip Erdoğan da kalktı söyledi. Biz dedi Karabağ'a nasıl girdiysek Թայիպ Էրդողանը վեր կացավ ասաց. Մենք ինչպես Ղարաբաղ մտանք, ինչ վերցնելու էին վերցրին, ինչ անելու էին արեցին։ Սրանից հետո Հայաստանը Թուրքիայից շատ bան չի կարող պահանջել։ Հայաստանը չի կարող դիմակայել Թուրքիայի նման ne պետությանը։ yapabiliriz? Türkiye gibi bir devlete kalkıp da Ermenistan olarak şeye davet edemeyiz. Türkiye gibi devlet diyoruz. Ասում եք Թուրքիայի նման պետություն, ինչ տեսակի պետություն է Թուրքիան։ Մեծ պետություն է, այսինքն պետություն, որն ունի 80 միլիոն բնակչություն։ Ուժերը հավասար չեն։ Բացի այդ խնդիրը մեր միասնական չլինելն է։ Ermenilerin dünyadaki dağılımı birlikteliğini oluşturmuyor. Հայերը սփռված են աշխարհով մեկ եւ չեն կարող ասել, թե միասնական են։ Բոլորը չեն ասում, եկեք միանանք եւ ինչ որ բան անենք Հայաստանի համար։ Մեր այս միասնական չլինելն է պատճառը, որ Թուրքիայում, այն վայրում, որը մենք անվանում ենք Արևմտյան Հայաստան, այդքան շատ կրոնափող իրենց հայ լինելը գաղտնի պահող հայեր կան։ Նրանք չեն կարողանում ուշքի գալ եւ հայ ազգին պատկանելու այդ զգացումը ապրել, կապը հաստատել Հայաստանի հետ եւ չեն կարող գալ Հայաստան գնալ։ Ama şimdi biz Ermenistan'da ve inanıyorum siz de Türkiye'de görüyorsunuz. Հիմա մենք նաև տեսնում ենք եւ կարծում եմ դուք նույնպես, թե ինչպես են Էրդողանը եւ ՃՀՓ-ի քեմալական ընդդիմադիր առաջնորդները փառավորում են վերին եւ Թալիաթին։ Ազգայնականությունը ձեր գնահատմամբ լուրջ խնդիր է Թուրքիայում, հայերի համար վտանգավոր է, թե մենք ենք ավելորդ ուշադրություն դարձնում դրան։ Şimdi eğer Türkiye'yi tanıyorsak ki tanımamız gerekiyor. Türkiye milliyetçilik üzerinden beslenen bir ülkedir. Եթե մենք ճանաչում ենք Թուրքիան, Թուրքիան պետք է ճանաչենք։ Մենք պետք է իմանանք, որ Թուրքիան azgայնականությամբ սնվող երկիր է։ Milliyetçiliği pohpohlar yani yükseltir ve kendilerini o şekilde yaşatırlar. O birlikteliğini öyle oluştururlar. Çünkü Türkiye Cumhuriyeti'nin oluşumuna baktığınız zaman yani halkların yok edilip üzerine oturttukları bir ülkedir. Yani Rumlar nerede? Ermeniler nerede? Neden Kürtler bu kadar? Թուրքիայի անցյալը նույնպես այդպիսին է։ Անընդհատ սնում են ազգայնականությունը եւ այդպես են Թուրքիան պահպանում։ Նրանք այդպես են կառուցում իրենց միասնությունը, որովհետեւ երբ դիտարկում ես Թուրքիայի հանրապետության կազմավորումը, մի երկիր, որը կառուցվել է տարբեր ժողովուրդների ոչնչացման վրա, որտեղ են հույները, որտեղ են հայերը, ինչու են քրդերն այդքան թիրախավորվում, ինչու են փորձում թրքացնել նրանց։
Ինչու են նրանք փորձում վերացնել Ալիևիներին, որովհետև ստեղծել են պետություն եւ ուզում են պահպանել այս պետությունը։ Նրանց համար Թուրքիան պահպանելու միակ պայմանը ազգայնականությունն է, ազգայնականներին փառաբանելը։ Թուրքիան շատ հեռու է ժողովրդավարությունից եւ Թուրքիայի համար հեշտ չէ հաղթահարել այս փուլը։ Հաղթահարելու համար անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ կրթական համակարգում, քաղաքական համակարգում, հանրային մակարդակում, փոքրամասնությունների, մարդու իրավունքների հարցում։ Բայց եթե այս ամենն անեն, կպարտվեն, կկորցնեն ավելի շատ։ Հիմա նրանք տեսնում են, որ ազգայնականությամբ ավելին են ստանում։ Իհարկե ազգայնականություն կա ամենուր՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, բայց այնտեղ կան նաև մարդու իրավունքներ։ Ցավոք Թուրքիայում այդպես չէ։ Orada sen Türk değilsen biraz daha dikkatli davranman gerekiyor yani her şey. Թուրքիայում, եթե դու թուրք չես, պետք է մի փոքր ավելի զգույշ լինես։ Երբ ես ինչ-որ տեղ եմ գնում, մարդիկ ասում են. «Ահա, գալիս է Միհրանը, հայը»։ Ermeni Miran geldi diyor. Բացահայտ ասում են։ Երբեմն ես նույնիսկ պատասխանում եմ նրանց, ասում եմ. «Հարձակվում եք ինձ վրա իմ հայկական ինքնության պատճառով, բայց ես նաև Դերսիմի ինքնություն ունեմ։ Երբ ես ձեր առաջ կանգնում եմ իմ Դերսիմի ինքնությամբ, դուք դժվար վիճակում եք հայտնվում։ Երբ հայկական, ես եմ խոսելի դառնում»։ Դերսիմից լինելը նշանակում է շատ լավ ճանաչել պետությունը, Թուրքիան։ Դերսիմից լինելը նշանակում է շատ պայքարների միջով անցնել։ Ահա թե ինչու օրինակ մեզնից, Դերսիմի հայերից սկսվեց այս կայծը։ Մենք ասացինք, որ չենք վախենում։ Մենք ասացինք, որ Դերսիմում հայեր կան։ Հետո ինչ պատահեց։ Երբ Դերսիմի հայերն առաջին քայլն արեցին, Սվասի հայերը, Ադիյամանի հայերը եւս խոսեցին։ Բոլորը սկսեցին մեկ առ մեկ դուրս գալ թաքստոցից։ Մենք պետք է հարցին նայենք այս տեսանկյունից։ Հայաստանը, հայերը պետք է ամրապնդեն կապերը Սփյուռքի հետ։ Նաև պետք է երկխոսություն հաստատեք Թուրքիայի կրոնափող հայերի հետ։ Եվ երբ ես ասում եմ կրոնափող, մարդիկ թող հասկանան իսլամացված, սուննիացված, քրդացված, ալիևիացված հայերի հետ։ Այնտեղ շատերը երազում են հայկական պետության մասին, իսկ այստեղ հայերը Արևմտյան Հայաստանի։ 65 տարեկան մարդու հետ եմ այստեղ զրուցում։ Թուրքերեն չի խոսում, երբեք չի եղել այնտեղ, բայց ասում է Սասունից է։ Սասունում ապրող հայերի եւ Հայաստանում ապրող սասունցիների միջև պետք է կապ հաստատել։ Tek çıkmaya başladı. Biraz meseleye böyle bakmak lazım. Bir ifade kullandınız. Benim için Քիչ առաջ ձեր խոսքում մի արտահայտություն արեցիք, որը շատ կարևոր էր, շատ զգայուն էր։ Ասացիք Ղարաբաղը կորցրեցինք, կորուստներ ունեցանք այնտեղ։ Ինչու եմ սա կարևորում, որովհետև մոտ 2 տարի առաջ Ստամբուլից մի հայ գործարար Երևանում գրքի շնորհանդեսի ժամանակ ուղիղ ասաց, թե Ղարաբաղն ադրբեջանական հող էր։ Սակայն դուք հիմա կարծես բոլորովին այլ bան եք ասում։ Tarihi eğer çok az da olsa biliyor ise Azerbaycan'daki, düzeltiyorum, Karabağ'daki o tarihi yapıların, o manastırların, o kiliselerin Azerbaycan'ın çok öncesinden orada kendilerini var etmişler. Onları yapanlar Müslüman olmadıklarını kanıtlamışlar. Onlar belli ki Hristiyanlar tarafından yapılmış, Ermeniler tarafından yapılmış. Եթե նա գոնե մի փոքր պատմություն կարդար, կիմանար, որ այդ պատմական կառույցները, այդ վանքերը, այդ եկեղեցիները Ղարաբաղում կառուցվել են Ադրբեջանից շատ առաջ։ Ապացույցներ կան, որ դրանք կառուցողները մուսուլմաններ չեն եղել։ Դրանք ակնհայտորեն կառուցվել են քրիստոնյաների կողմից, հայերի կողմից, եւ նրանք շատ լավ գիտեն դա։ Ադրբեջանցիները լավ գիտեն, բայց պատրաստ չեն ընդունել ճշմարտությունը։ Onlar da çok iyi biliyor. Çok iyi biliyor. Ama bildiklerini, doğruları söylemek onların işine gelmiyor. Onların işine gelen sadece biz geldik aldık bizimdir. Այդ հողերում հայերի հետ կար ձեզանից 1000 տարի առաջ, գուցե 10,000, 100,000 տարի առաջ։ Հայը կառուցել է իր եկեղեցին, եւ ձեր նշածը կարող էր ասել մեկը, ով չի տեսել այդ եկեղեցիները։ Ես տեսել եմ Ղարաբաղը, բացառված է, որ այն ադրբեջանական լինի, որովհետեւ այդ վայրը, այդ պատմությունը, այդ մշակույթը ադրբեջանական մշակույթ չէ, ոչ էլ ադրբեջանական պատմություն։ Yaptıkları inşası değil. Եվ իմ վերջին հարցը, ինչ նշանակություն ունի ձեզ համար հայկական պետությունը։ Ben bu soruyu ya ilk geldiğimde de sormuşlardı. Ben şöyle demiştim. Ermenistan bizim hayalimizdeki bir şehir. Yani Yerevan hayalimizdeki bir şehir demiştim. Ինձ այս հարցը տվեցին, երբ առաջին անգամ էի Հայաստան եկել։ Ասացի հետևյալը. մենք երազում ենք Հայաստանի մասին։ Երևանը մեր երազանքների քաղաքն է։ Պարզ լեզվով ասած Հայաստանը մեր պետությունն է, բայց պարզվում է, որ մեր պետությունը մեզ չի աջակցում, եւ ես չեմ հասկանում, թե ինչու։ Ինչ կկորցնեիք որպես պետություն, եթե Թուրքիայի տարածքում հայկական ինքնությունը գաղտնի կրող մարդկանց գոյությունը ջրի երես հանեինք։ Sana ne kaybettirir? Şimdi siz
Եթե ավելի շատ հայեր գան դերսիմ, տեսնեն հայկական ավերակները, գոնե եկեղեցիների ավերակները, այնտեղ ապրող մարդիկ անկեղծորեն ավելի շատ համարձակություն կունենան ասելու, որ իրենք հայ են, գուցե նույնիսկ ավելի հայ, քան դուք։ Հակառակը եւս պետք է անել, այնտեղի հայերին Հայաստան բերել, այս հողերը ցույց տալ, հայերի պետությունը ցույց տալ։ Eğer bu diyalog geliştirebilirsek, bu birlikteliği yapabilirsek, Եթե կարողանանք զարգացնել այս երկխոսությունը, եթե կարողանանք հասնել այս միասնությանը, ապա մենք կաջակցենք Հայաստանին այնտեղից։ Մենք սպասում ենք այս հարցում։ Մենք սպասում ենք, որ Հայաստանը մի փոքր ավելի ուժեղանա։ bu konuda biz bekliyoruz. Ermenistan'ın biraz daha güçlenmesini bekliyoruz. Önce güçleneceğiz. Biz güçlenelim, Türkiye ne yapıyorsa yapsın. Ama Թող հայերն ավելի ուժեղ դառնան, եւ այդ ժամանակ թող Թուրքիան անի ինչ ուզում է, բայց թող մենք ավելի ուժեղ դառնանք։ Թող մեր դաշինքները կազմենք։ Ես խոսում եմ Սփյուռքի մասին։ Շվեյցարիայում, Գերմանիայում, Ամերիկայում քո հարստությունը արժեք չունի։ Քո փողն արժեք չունի, եթե մեր ժողովուրդը Հայաստանում դրանից չի օգտվում։ Մի ցուցադրիր քո հարստությունը այնտեղ։ Մտածիր քո ժողովրդի բարեկեցության մասին քո երկրում։ Մտածիր, թե ինչպես պետք է նրանք ապրեն, գոնե ավելի հարմարավետ պայմաններում։ Նրանք ցեղասպանությունից են փրկվել։ Նրանք պետք է մի փոքր ավելի լավ ապրեն։ bir rahat ortamda en azından şunu düşünün, soykırımdan gelmişler. Bunlar biraz daha insan gibi yaşasın, biraz daha güzel yaşasın diyebilmeliler. Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Çok teşekkür ediyorum. Ben Tekrar. teşekkür ederim. Դուք գիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։